Փառք մեր Տիրոջը, գոհանում եմ Տիրոջից, իրոք որ Տերը ամեն բանին մեջ է, ամեն տեղ է, եւ նա ուզում է որ մենք երջանիկ լինենք, ուրախանանք Տիրոջով եւ փառաբանենք Տիրոջը։ Ավետարանը Աստվածաշունչը կարևորություն է եւ մենք պետք է ըմբռնենք, հասկանանք եւ մեզ զգուշացնում է Պողոս առաքյալը, ասում է որ ավելի ուշ դնենք լսելուն մեջ, որտեղ մարդիկ հիմա մենք տեսնում ենք որ կարծես թե մշուշի մեջ լինեն։ Մարդկությունը կարծես թե ինչ որ զբաղմունքներին մեջ են։ Կարևորությունը ուրիշ բաներ են համարում։ Դրա համար եկեղեցում մենք այսօր եկեղեցում ինչպես խորհրդապատկերն է, որ այսօր եղբայրը խորհուրդը որ պետք է ասի, դա խրատ տա հարազատներս այդ խորհրդապատկերը ես կուզենայի որ նախորդ մի քիչ կենտրոնանանք դա ինչ է նշանակում երկնքից որովհետև երեք այսօր եւ հավիտյանս նույնն է մեր Տեր Հիսուս Քրիստոսը եւ նա նախապատրաստել է մեզ տվել է մեզ հնարավորություն եւ մեզ համբարձվելու առաջ նա մեզ զգուշացրել է որ նա նույնպես ամպերով պիտի գա նույնիսկ երգում ենք չէ երկրախումբը լավ հիշում է եւ ընդհանրապես ամպերով նա շուտ պիտի վերադառնա եւ պետք է հավաքի իր հարս եկեղեցին նույնպես խորհրդապատկերը ինչումն է որ եկեղեցին պետք է նմանվի հարսին ոչ մի կեղտոտություն, ոչ մի այնպեսի աշխարհային կյանք, այլ կենտրոնանում է եւ սպասողական դիրքով, որտեղ հանգարցակի է, երկի մեջ էլ ասում, հանգարցակի պետք է գա եւ ավետարանը զգուշացնում է մեզ, որ այդ ակնթաթորենն է լինելու ամեն ինչ շատ տեղեր կա, որտեղ մեզ զգուշացնում է Երբ որ նույնիսկ իր ծառաներին մնաս էր տալիս, ասում էր առ ժամանակ օգտագործեք եւ ես հետո գքամ, որ ինձ հաշիվ տաք։ Այն ժամանակ, երբ որ գալիս էր, պատրաստ էին, եթե պատրաստ էին, նախ չգիտեն, որ ժամին կգա։ Եթե ուշացավ, ուշանում է, որ չլինի, որ մենք այս աշխարհին զբաղմունքներին մեջ Միայն ես խնդրում եմ, որ մենք ճիշտ հասկանանք ծառայության մեջ չմտնենք, աշխարհի հոգսերը դա չի նշանակում, որ մարդ պորտաբույծի պես պետք է նստի եւ ոչ մի բան չպետք է անի։ Մարդը, որտեվ գրված է այսօրվա արարողությունը, որ լինելու է, նույնպես մենք տեսնում ենք, մենք կա դրա մեջ, որ ասում է նա պետք է պատրաստ լինի, հանգարցակի Տերը գալու է։ Այս արարողության պատճառը եւ մենք վերցնում ենք ինչպես խորհրդապատկեր, որպեսզի մենք կարողանանք պատրաստվել դեմավորելու մեր Հիսուսին, մեր Տիրոջը, նույնպես այդպես է լինելու։ Դե կան տեղեր, շատ տեղեր կան, կարելի է այսօր հիշել, ասել, նշել, Բայց ես կուզենայի մեր կենտրոնացումը ձուլվել Հիսուս Քրիստոսին հետ, որ չգալ այն ծառայության, որ ասենք թե գիտեք ինչ շատ մարդիկ կա, ինչքան էլ ուզում ես քեզ ցույց տուր, որ դու հավատացյալ ես, կամ էլ դու արդար ես, Հակոբոսը կոնկրետ ասում է ինչպես Թող ապացուցի այդպիսինը իր բարի վարմունքովը։ Ես օրինակ այնտեղ մի հատ sense օրինակ բերեցի, այստեղ եմ ուզում ասեմ, մի ավետարանիչ իր օգնականին ասում է գնանք քարոզենք հրապարակներով, գնանք ման գանք, քարոզենք եւ վերադառնանք։ Օգնականը շատ լավ պարապում է, շատ լավ ասենք դիրք է ընդունում, որ պետք է հիմա ասենք ավետարանից խոսեն, Աստծո խոսքը ասեն, բայց այս հրապարակով երբ որ ման են գալիս,
մի քանի տենց ասենք գրուկ տալիս են, հետո հետ են գալիս նորից տուն, ասում է վարդապետ, ինչն էր քո քարոզը այսօրվա, ոչինչ դու խոսքով չխոսեցիր, ասում է շատ ճիշտ ես նկատել, ես խոսքով չխոսեցի, բայց մեր վարմունքը, մեր ներկա լինելը մարդկանց լուսավորեց, մարդիկ ուշադրություն դարձրեցին մեզ վրա, և հիմա ևս մեկ օրինակ, որը դա մեզ շատ կօգնի, հարուստ մարդիկ էին, բայց երեխա չունեին, հինուխտում է գրված, երբ այդ մարգարեն անցնում էր իրանց տան մոտով, կինը նկատեց, որ դա սովորական մարդ չի, այլ հատուկ է, ասում է ամուսնուն, բարեխոսում է, ասում է, մի խրճիթ, մի տուն կառուցենք ստեղ պատին մոտ, որպեսզի այդ անցնորդը գա, ստեղ բնակվի, հետո նորից թող շարունակի իր տունը, որովհետև այդ մարդը ասում է սուրբի նման է, սուրբ է։ Դուք պատկերացնում եք ձեր հարևանը, ինձ նա չի ճանաչում, ենթադրենք, ու ես գալիս եմ ձեր փողոցը, հարցնում եմ, ասում եմ, այստեղ հավատացյալներ կան, ասում է իմ հարևանուհիս սուրբ է, նույնիսկ նրա խոսալը, նրա քայլվածքը, նրա դիրքը, դրվածքը, նրանք ուրիշ մարդ են, նրանք սովորական մարդ չեն, ես չեմ ասում նրանց համար, որոնք որ չարախոսում են, չարախոսեն, եթե դու այդ բանը չես արի, դու պարգև ես ստանում, և հիմա այն ժամն է հասե, որ մենք խոսենք մեր պատրաստ լինելու, որովհետև ժամն հասած է, ամեն բանին վաղճան մոտեցել է, դրա համար աղոթքին մեջ արթուն լինենք, աղոթքներին մեջ են, որպեսզի մենք կարողանանք արդեն ճանաչել, գրված է ով Հիսուսին սիրում է, Առաջի Կորինթացի մեջ 8-րդ գլխում գրված է, նա Տիրոջ կողմից ճանաչված է, դու պատկերացնում եք, որ Տերը գիտի մեզ, Տերը ընտրել է մեզ, մենք Տիրոջ ցանկությունն ենք, այս խոսքը ես իմիջիալոց չեմ ասում, նրա ցանկությունն ենք մենք, ասում է նա ինձ հաճելի է, երկնքից ձայն եկավ, որ ասեց Հիսուսի համար նրան լսեք, իմ հաճությունն ասեց Տերը Հիսուսի համար, հայրը, և Հիսուսը այսօր ձեռքերը պարզի եկեղեցուն և ցույց տա ամեն մեկիս և ասի իմ հաճությունն է եկեղեցին, իմս է, և մենք նրան ենք, երկրպագողներ ենք մենք Հիսուս Քրիստոսին, երկրպագում ենք, որովհետև ճշմարտության հոգին առատորեն լցվավ մեր մեջ, Հովհաննեսի 14-15-16 գլոխներում ասում է, որ Սուրբ Հոգին ճշմարտությունը, այդ ճշմարտությունը մխիթարիչը, առատորեն գետին պես երկնքից դռները բացվեցին, լուսամուտները բացվեցին և առատորեն լցվավ մեր հոգու սրտին մեջը, մեր տաճարներին մեջն, ալելույա, դե պատկերացրեք ամեն արվակներ, արուները, արվակները, գետերը, որ միանան, ինչ մի հզորություն ալինում, այդ կենաց աղբյուրը, որ Հիսուս կանգնել, կաղաղակեր Հովհաննեսի 7:37, ընդեղ որ ասում է, ծարավները եկեք, կանչում է, որ ասում է, ով ծարավա նրա, կենթանի ջրի աղբյուրները, կենթանի ջրի գետերը պետք է բխեն նրա մեջիցն, այնտեղ է ես ուզում ասել իմ հարազատներս, որ մենք պետք է նմանվենք մեր Հիսուսին,
որովհետև նրանից այդ կենդանի ջուրը գալի լցվում է մեր անոթներին մեջն եւ մեր որովայնից կենդանի գետերը բխում, որպեսզի առողջացնի մարդկանց գետերը, ծովերը, ամեն տեղ մեր փողոցը, որտեղ որ մենք ապրում ենք, ճանապարհները, որտեղ որ մենք անցնում ենք, մարդիկ տեսնեն, զգան, են մարգարեն հիշում եք, որ արդեն ոսկորներն նրա, երբ որ բերեցին հանգուցյալին, որ պետք է այնտեղ թաղեին այդ տեղում, այդ արարողության ժամանակ այդպիսի մի հարցակում էր թշնամուը գցեցին, ընկավ այդ մարդը ընկավ դրանց վրա ոսկորների վրա եւ կենթանացավ սուրբից մեր սուրբ լինելը այսօր շատ կարևոր է մեզ համար, մեր ընտանիքի համար ընտանիքներում մենք պետք է շատ ժամանակ բողոքում ենք, ասում ենք Աստծո սերը ուր Աստված, ինչա գործը չկա երբ որ այստեղ էինք թռիչքի մեջ էինք մի հատ մուսուլման կին կողս էր նստած դե ես չգիտեի որ ինքը մուսուլման է դե խոսքը խոսքի վրա մենք կամաց սկսեցինք խոսել եւ ես սկսեցի ասել որ դե ում որ սիրում ես ինչ որ սիրում ես ինչով որ ապրում ես այդ ուզում ես արձագանքել դրանով էլ ուզում ես կիսվես մյուսների հետ ասես որ Հիսուս կա բարի Հիսուս կա քաղցր Հիսուս կա փրկում է հանգստացնում է չէ ես չեմ խոստանում չեմ ասում որ Հիսուսը քեզ հարստություններ կտա երբեք այդպիսի բաներ մի ասեք այո կբժշկի այո հանգիստ կտա մեր սրտերի մեջ հանգստություն կդնի բայց մենք չենք խոստանում որ ասում աշխարհը կտա մեզ հիշում եք ով էր ուզում աշխարհը ու մտար միայն ինձ ասում է երկրպագիր մենք այսօր այդ երկրպագողները չենք որով որ աշխարհի համար երկրպագություն անենք ինչ որ մեկին որը որ հակառակվում է Հիսուս Քրիստոսին այլ մենք երկրպագողներ ենք ճշմարտության հոգով մենք այսօր պատկանում ենք Հիսուսին կա այդպիսի երկշախում ես պատկանում եմ Հիսուսին ես ապավինում եմ Հիսուսին կա եւ այսպես որ ասում զղջացել եմ Տեր զղջացել եմ մենք այսօր պետք է հասկանանք եւ այդ զղջումը եւ այդ բանը եւ ցանկացա որպեսի այդ ի հայտ բերել խոսել ասել որպեսի այդ կինը կարողանա նույնպես ասում ես ես հավատացյալ չեմ ես հավատքից հեռու եմ ու սկսեց հարցի վրա շատ հարցեր տալիս ինձ բա որ Աստված կա ինչու համար այս պատերազմները եւ այլը ասում բայց գիտես շատ ճիշտ հարցեր ես տալիս եւ ես էլ հարցեր ունեմ բայց արի գլնի հիմա մի պահ ասում եմ մենք մի կողմ դնենք մեր հարցերը եւ ուզում եմ մի բան էլ ստեղ շեշտել որ ես ասենք անգլերենից այդքան լավ չեմ կարող խոսամ բայց այդ ժամանակ կարծես թե իմ լեզուն բացվել է ես ինքս զարմանում եմ որ ես այդ ձև սկսեցի իր հետ անգլերենը խոսալ բացատրել Հիսուսի մասին սկսում եմ խոսացեք բացեք ձեր բերանը լեզուն բացվի ու կվկայեք կասեք խոսեք երբ որ պետք լինի ուրեմն ես ասեցի ասма չէ ես ասի դու գիտես բայց ասեք իմացի որ էսի պատահականություն չէ մենք հիմա հասկանում ենք որ այսօրվա օրը պատահականություն չէ այո Փարտիրոջը եւ Տերն ուզում է ինչ որ մի բան մեզ ասի ամեն եւ Տերն ուզում է մեզ հայտնի ի հայտ բերի այն որը որ մենք թողել ենք ինչպես այն կինը որ մի մնաս որ բանը կորցրել էր դրախմը կորցրել էր ինչ արեց մաքրեց ավլեց սրբեց միջև որ գտնի եւ գտավ եւ այս կինը նայեց ինձ եւ ասում է ես կմտածեմ դրա մասին
ասում եմ բլե որ ժամանակ կա, թրիշկը, ահագին ժամանակ կա թրիշկը, մտածի, ես էլ չբան արեցի, ասել քեզ չեմ խանգարի, եթե հարց լինի, ասի դու ինձ տուր, ես պատրաստ եմ պատասխանելու, մի ժամանակ արդեն որ պետքա դուրս գայինք, ոտքի կանգնած շատ լուրջ արդեն դուրս գալու ժամանակն է, ասում է գիտես ինչ, ես արդեն որոշ բաներ մտածեցի և նորից պետք է մտածեմ դրա վրա, ասում է քո ասածների վրա, ինչ արեցի, շատ բան չխոսեցի, բայց այսօր մեր Հիսուս Քրիստոսը նախ և առաջ, երբ մենք խոսում ենք Հիսուսի մասին, այդ ապրումները մենք պետք է ունենանք։ Եթե այդ ապրումները մենք ունենք, մարդիկ հավատում են մեզ։ Էսի մի գաղտնիքա, որ մենք պետք է ասենք Մովսեսի պես, ելեց 3:3-ի մեջ է կարծեմ գրված, իրա համար իրա գառներին էր արածեցնում, բայց տեսավ մի բան, որը որ ինպիսի մի երևույթ, որ երբեք չեր եղե, դե շոկ տեղեր է, չէ անապատ տեղեր են, արևից շատ բան է պատահում, որ վառվում է ու հանգչում է, իսկ ինքը տեսնում է, որ մորենին վառում է, բայց չի հանգչում, չի մարում, ասեց գնամ տեսնեմ, հարազատներս եկեղեցին նրա համարը, որ այդ կրակը այստեղ վառի, այդ կրակը այստեղ, այդ բոցերը բարձրանա, որպեսի երկնքից իջնի և այս լուսամուտներից դուրս գա, և մեզ հետ միասին մենք կարողանանք հետներս տանենք, տարածենք, սփռենք, աշխարհով մեկ թող իմանան, որ մենք ունենք Հիսուս Քրիստոս, խաչյալ Հիսուս Քրիստոս, խաչը բարձրացավ, Գողգոթայի խաչը, և հարություն առավ, և հետո համբարձվավ, համար հրեշտակները կանգնել նայում են, ասում են, ինչու եք զարմացած նայում, ինչու ենք մենք զարմացած, այսօր ապշած նայում ենք, իմանանք, որ արդեն ժամը հասած է, Հովանես Մկրտիչը ինքը հայտարարում էր, ասում էր, որ հավասարցրեք, այդ խորթուբորտ տեղերը թող հավասար լինեն, այսօր մենք քարոզիչներս և մենք հավատացյալներս ասում ենք, որ ճանապարհը հարթեցրեք, որպեսզի Հիսուս Քրիստոսը երկնքից գալիս է, որպեսզի մեզ խորթուբորտ ասել տեղերը, դա նշանակում է մեր թերությունները, այս Հայաստանի ճանապարհների համար չեմ ասում, թող լավ լինի, ստեղ էլ լավ լինի, ուրախ եմ, հիմա ահագին ճանապարհներ դզված է, էլ ավելի լավ լինի, թող բարեհաճ լինի, թող այսօր մենք նույնպես ծաղկենք այդպես, որպեսզի կարողանանք հարազատներս այդպիսի մի կյանք վայելենք, որպեսզի կարողանանք, ոնց որ այսօր պետք է վկայվի հարս ու փեսան, ես համոզված եմ, չնայած չեմ տեսել հարսեն, բայց ինքը իրեն պատրաստել է, մաքուր է, սպիտակ է, նույնիսկ ծաղիկները, նայեք ինչ գեղեցիկ, այդպես մենք մեզանից բուրմունք պետք է դուրս գա, հարազատներս, միգուցե կան բուրմունք ունեցողներ, բայց ես կասկածում եմ, որ կան նույնիսկ մարդիկ, որոնք բուրմունք չունեն, մի հատ եղբայր ունենք, ասում է վարդն ինչքան շատ է ստրորում, այտենց է, քույրիկներս համաձայն են, որտև քույրիկները գիտեն ծաղիկի բնույթը, ինչքան շատ ճմլմես, այնքան շատ բան է լինում, չէ, բուրմունք է գալիս, ինչքան մեզ, եթե մեզ հալածեն, մեզանից թող բուրմունք դուրս գա, որ չլինի, որ այն ավազակը, երկու ավազակներ էին, չէ, խաչին վրա, մեկը ինչ էր անում, մեկը ասում էր, դե դու որ Աստված ես, իջի մեզ էլ հետը տազատա, բուրմունք չկար մեջը, նրա մոտ հայություն էր, նրա մոտ ոնց ասա ջայնություն էր, որ չի իրա հետ այդ ձև են վերաբերում, բա որ դու մարդկանց հետ վատ երի վերաբերում, էդի ճիշտ էր, իսկ այն մյուսը զղջաց, Տերը օրհնի ձեր, թող Տերը ողորմի,
կարողանանք այսօր կենտրոնանանք դու Աստված տա որպեսի ասма ամեն ինչի ժամն հասած է դրա համար մենք պետք է արթուն լինենք եւ եւս մեկ օրինակ մի հատ քույրիկ ունենք մի օր զանգեց ինձ սենց անում ասма Հովանես եղբայր դե ես շատ ժամանակ հաջես Հայաստանում քիչ եմ ապրել շատը ասեն Գրոզնիում էի Չեչնիա հետո ընդեղից տեղափոխվանք Ամերիկա կարծեմ արդեն 34 տարի անտեղ ենք Ամերիկայում 13 տարի էլ Գրոզնիում դե Գրոզնի քույրիկներից մենք Գրոզնի այդ քույր եղբայրների հետ միշտ իրար հետ հաղորդակցվում էինք զանգեց ինձ ասեց ընկճված էր զանգեց ասма գիտես ինչ չգիտեմ ինչ անեմ վիճակս լավ չի ուզում եմ լավ լինեմ ուզում եմ էս անեմ ուզում եմ անեմ չկա ոչ մի բան չկա որ կարողանամ վերականգնվեմ իմ հոգևոր վիճակը որտեղ այնտեղ ժամանակին եթե մարդը արդեն ճաշակել է իր համար շատ դժվար է գիտեք այտենց ապրելը ինչ էլ բերես տաս ուտելիքն էլ լավ լինի հագուստն էլ լավ լինի եթե ինչ որ նա ճաշակել է ժամանակին եւ հիմա չկա ասма ոնց որ կարծես թե դատարկ լինի ամեն ինչը ես ասի քույրիկ ջան գիտես ինչ դրախմն ես կորցրել ասի պետք է գտնես դրախմը ինքը սկզբից չհասկացավ թե ինչ է ասում հետո որ այդ տարակը ասեցի իրան ինքը հասկացավ ու այտենց մենք հրաժեշտ տվեցինք մի առ ժամանակ անցել է մի քանի օր էր երևի ացա մեկ էլ նորից զանգ եկավ լյուդա քույրիկը զանգելա ասма ագանես են ասում ես գտել եմ նենց ցա գորում ես չեմ հասկանում ինչն է գտե ուրախությունից ասма գտել եմ դրախմն եմ գտե ասի բայց ոնց եղավ դե ասա տենանք մենք էլ ման գտնենք դե գտնողը ինքը կարա արդեն ուրիշին խորհուրդ տա եթե մենք մի բանը չգիտենք տես ասենք կան այգեգործներ կան կամ էլ թե չէ կան որսորդներ եւ այլ մարդիկ ամեն մի մասնագիտության մարդիկ կան եթե ես այդ մասնագիտությունից չեմ հասկանում ես պետքա ասեմ որ չգիտեմ չեմ հասկանում իսկ այն մասնագետը կարող է ինձ սովորացնի մի հատ եղբայր ունեմ կներեք էլի այս բանը պատմեմ ինչ որ ասենք ասում էր ես գիտեմ ես արել եմ ես կարամ ասի սրան ոնց սովորացնենք որ հայ ասма ես գիտեմ ես կարամ ես արել եմ ես անդադ եսը հա մեծանում է բարձրանում է հասարակ մի բան թե ասենք լրիվ մանրամասը չպատմեմ ասեցի եղբայր ջան դու լավ մասնագետ ես կարաս այս ինչ բանը մի քիչ դզես սարքես ասեց հա ինչ կա դրա մեջ հետի ասի հաշվի որ արդեն պատրաստ է տվեցի ինքը սկսեց դրա վրա աշխատեց դե ես տեսա որ բան որտեվ կար ընդ մի դետալ որը պակաս էր նույնիսկ ես մասնագետ չէի բայց ես հասկացա եթե այդ դետալը չդնես այդ ռելեյա կոչվում եթե այդ ռելեն այդտեղ չլինի այդ աշխատանքը չի կատարվում այդ ֆունկցիան չի մտնում դրա մեջ վերջը ես մի կողմ գնացի ինքը երևի մի ժամ այդպես չարչարվեց եկա մոտեցա ասի ինչ ասի չի ստացվում ասում չէ չի ստացվում հաստատ ասի բա քո մոտ չի ստացվում ասես չէ իմ մոտ չի ստացվում հա ասի երևի ռելե չկա չէ այնտեղ հա ասեց նայեց տեսավ ասում հա ռելե չկա բասի մասնագետ ես միջեր կարա իմանալ որ այդտեղ ռելե չկա ես ոչ թե ասենք թե ուզեցա իրան ամոթով թողնել մարդը պետք է հասկանա որ եսը իրեն խանգարում է Հիսուսի մոտ գալը եթե անընդհատ ես ռուսերեն ասում է յա հետո տեսնում որ շատ են իր վրա ուշադրություն դարձնում ասում են այս մարդը ինքան ասում յա հետո ինքը մի քիչ ամոթ զգում է ասում մի это մենք ես եւ մենք դե ռուսերեն ստացվում է յա մի ուրեմն փոսը յամը արդեն չի կարողանում արդեն բան անել իրա յան ոնց ասած ծածկի դրա համար հարազատներս թող Տերը օրհնի ձեզ կուզենայի
Էստեղն էլ հիշեցնել, մի հատ լավ տեղ կա, որը որ մեզ կօգնի էլ ավելի մոտենալ Տիրոջը, ստեղ գրված է Ավետարան ըստ Հովհաննեսի 4-րդ գլուխ 24 խոսքը։ Աստված հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։ Ամեն։ Դե հիմա հարազատներս ոտքի կանգնեք, խնդրում եմ։ Սես գրվածին մենք հավատում ենք, չէ՞։ Դե հիմա մի բան էլ ասեմ, Աստծո հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք իր զավակներն ենք։ Ճիշտ է, չէ՞։ Եվ Աստված Մխիթարիչը Սուրբ Հոգին ինչի համար է ուղարկել երկիր։ Ինչի համար է մեզ մկրտել Սուրբ Հոգով, որպեսզի հաղորդվենք մենք Հիսուս Քրիստոսին հետը։ Արեք հիմա մենք աղոթքով երկրպագենք, այդ ճշմարտությամբ փառաբանենք։ Ես չեմ ասում հիմա գիտեք ինչ գոռալով կամ մի բան, բայց մենք բերենք Տիրոջը առջևը։ Եթե մեկը նույնիսկ ուզում է վերականգնվի եւ զգում է, որ ինչ-որ հարցում պետք է որ եկեղեցու օգնությունը, ես չգիտեմ ձեր մոտ ընդունված է թե չէ, դու կարող եք առաջ գալ, եղբայրներ կան, կաղոթեն, եկեղեցի կա, կաղոթենք, որպեսզի մենք կարողանանք վերականգնվենք։ Տիրոջ գալը մոտ է, Տերը մոտ է, նրա ձայնը լսվում է, նրա ոտքերի ձայնն է լսվում, ևս մի քիչ ժամանակ եւ նա կգա, ահա դռներին առջև կանգնած, եւ Տերն այսօր ուզում է մեզ կատարելության բերի, որովհետեւ եթե մենք կատարելության չգանք, ուրեմն գքայ նորը, երբ որ կասի Տերը, ես ձեզ չեմ ճանաչում։ Ես չէի ուզենա, որ ինձ ասի Տերը, ես քեզ չեմ ճանաչում։ Ես չէի ուզենա, որ դուք, որ այսօր այստեղ եք, ինչ որ մեկը զրկվի այդ գեղեցիկ պատրաստված Երուսաղեմից, որ մենք պետք է մտնենք եւ գրված է հավիտյան, եղբայրներ, հավիտյան պետք է լինենք Հիսուսի հետ։ Այնտեղ գիշեր չի լինելու, ցերեկ չի լինելու, այլ միայն Տեր Հիսուսը, Տեր Աստվածը, բոլորը միաբան պետք է մենք վայելենք այն գեղեցկությունը, արեք մի ակնթարթ, բաժանվենք այս աշխարհի բոլոր հոգսերից, գանք Տիրոջ առաջը, թող այն կնոջը նմանվենք, որը որ մոտեցավ Հիսուսին, ասեց միայն դիպչեմ, մետեղ մի հատ քույրիկ խնդրեց, ասма ինչ կլինի, եղբայրն ինձ պատմեց, ասма ինչ կլինի, աղոթեք իմ աղջկաս համար, ասма պզուկներա երեսին, ջանին, լրիվ, չգիտեմ ինչ անեմ, այս եղբայրը ակնթարթորեն ասма ես էլ չմտածեցի, թե ինչու համար ասի, մի բաժակ ջուր տար, ասма լվացրա այդ երեխուն թող անցնի։ Այդ կինը շուտ շտապորեն գնաց, ջուրը վերցրեց, լվացրեց ու եկավ գոռում ասма բժշկվելա, ասма իսկ ես ասма մի ակնթարթ տենց վախի մեջ ընկասի, ասես ինչ արի, հիմա կասեն, սաղ պետք է ասեն ջրով գնացեք, լվացվեք ու կանցնի, այդ կինը գիտեք ինչ ասեց, ասма գույնի մի հատ մեկնասի գնա մի հատ ջրով լվացրա այդ երեխուն թող անցնի։ Ուրեմն Աստված մեր հոգի սիրտ քննող Աստվածը մոտենում է, մեկը միգուցե ասма դուրս կամ ընդեղ աղոթեմ, եղբայրները ինձ համար աղոթեն, կամ եկեղեցին ինձ համար աղոթի, ես կբժշկվեմ։ Երեք այսօր եւ հավիտյան նույնն է մեր Հիսուսը։ Դրա համար գանք մեր Հիսուսի մոտ, ինչպես որ գանք։ Եթե ես զղջացել եմ, ասեմ զղջացել եմ Տեր Հիսուս։ Եթե ես ինչ որ հարցում մեղանչել եմ Տեր Հիսուս։ Ես քոնն եմ, ինչպես որ կամ միևնույնն է քոնն եմ։ Ալելույա, ամեն, աղոթում ենք։